Եվ հիմա մենք մի փոքր պետք է այդ ուղղությամբ խոսենք, թե որն է ճանապարհը, մեղքին հաղթելու ճանապարհը, ցանկություններին դեմ դնելու ճանապարհը, որը երիտասարդի ձեռից անհնարին է դա վերցնել։ Միակ ճշմարտությունը եւ միակ ճանապարհը սա է, որ մարդու մեջ կատարվում է հավատքի փոփոխություն։ Այսինքն, այն ինչ որ սամարացի կինը հավատում էր, որ այդ խմած աղբյուրների մեջ ինքը կյանք ունի, հիմա սամարացի կնոջ մեջ փոխվում է հավատքը, նա հավատում է, որ այն ջուրը, որ Հիսուսն է տալիս, դրա մեջ է կյանքը։ Ես եկա, որ դու կյանք ունենաք։ Ահա երկինքն ու երկիրը վկա կբռնեմ ձեզի, որ կյանքը եւ մահը, օրհնությունը եւ անեծքը ձեր առջև դրի։ Դա օրինաց գրքում է գրված։ Կյանքը ընտրի, որպեսի ապրես դու եւ քո սերունդը։ Մարդու մոտ կատարվում է կյանքի ընտրություն։ Հիմա Աստված ոչ թե եկել է մեր ձեռքից ինչ-որ բաներ խլելու, այլ Աստված եկել է, Հիսուսը եկավ, որ մեզի կյանք տա, որտեղ դու կյանք չունես։ Եվ այս հավատքը ինքը զորավոր է։ Եվ այդ հավատքի համար գրված է Առաջի Թուղթովանու 5-րդ գլխում, որ նա է հաղթում աշխարհին։ Դες ոչ թե դու ես հաղթում աշխարհին, ոչ թե ես եմ հաղթում աշխարհին։ Ես ու դու աշխարհին չենք կարող հաղթենք։ Հավատքն է հաղթում աշխարհին։ Դու ընդամենը հավատքը պետք է ընդունես։ Եվ այդ հավատքը իր գործը կատարում է։ Առաջի Թուղթովանու 5-րդ գլուխ 4-րդ համարը։ Վասնզի այն ամենը, որ Աստծուց մեծ ծնած է, աշխարհին կհաղթե, եւ ասիկա է հաղթությունը, որ աշխարհին կհաղթե, այսինքն մեր հավատքը։ Ինչ է նշանակում հավատալ Հիսուսին։ Հիմա դևերը հավատում են, թե չեն հավատում։ Սատանան էլ է, չէ՞ հավատում։ Հիմա սատանան հաղթանակ ունի, չունի։ Դևերը հաղթանակ չունեն։ Կամ երկինք մտնելու են իրանք, թե չեն մտնելու, հավատում են, որ Հիսուսը կա, Աստված կա, բայց իրանք երկինք չեն մտնելու։ Այսինքն այդ հավատքը չի, որ փրկում է մարդուն։ Այդ հավատքը չի, որ մեզի հաղթանակ է տալիս, այլ այն հավատքը, որ մենք հավատում ենք, որ կյանքը Հիսուսի մեջ է գտնվում։ Եվ սատանան բերել է քեզի երիտասարդական ցանկությունները սկուտերի վրա մատուցում է։ Տարբեր ցանկություններ։ Հիմա ոնց պետք է դեմ դնես։ Եթե դրան չես հավատում դու, մերժում ես, չէ՞, հավատքով մերժում ես։ Ասում ես ետից գնա սատանա, ես կերակուր ունեմ ուտելու։ Բայց ասում ես սրանից հələ չես փորձել, մի հատ սրանից փորձի, կարող է այդ քո ունեցած կերակուրից լավն է։ Հələ փորձի։ Հիմա մեկի հետ որ խոսում ենք, ասում Սողոմոնը տես ամեն ինչ Սողոմոնը իր կյանքի մեջ այդ բոլոր ճոխություններին հասավ։ Բայց ասում է Սողոմոնի ժամանակ ասում է Rolls-Royce չկար, հեռախոս չկար, ինտերնետ չկար, բաներ կա Սողոմոնի չի հասել դրան։ Մենք մի հատ հələ հասնենք այն բաներին, որ հիմա կա Սողոմոնի ժամանակ չկար։ Այսինքն մարդը սատանայի առաջարկն է դեռ ընդունում, համոզում է սատանան, եւ այս պատերազմը ճիշտ դրանում է կայանում, որ չի դադարում։ Շատերին մտածում է, որ մի անգամ սատանային ոչ ասեցիր, վերջացավ։ Ինքը չի դադարում։ Գիշեր ու ցերեկ առաջարկություններ անում։ Հիմա վերցնենք այս առաջարկությունը արեց, ինքը հագել է իր սատանայական շորերը, եկել է կանգնել է քո առաջ։ Քեզի առաջարկություն ա։ Մերժեցիր։ Ինքը չի դադարում, այդ ման շորերը փոխում է։ Հիմա սրբության շորերը հագնում, այդ շորերով է գալի առաջարկություն անում։ Տարբեր, գիտեք, ամենամեծ քլազետը մի մտածի որ դու ունես։ Այն որ նկարում ես դնում ես Instagram, որ մարդիկ տենան թե դու ինչ քլազետ ունես։ Ասենք այդ քլազետն էլ քո սովը չի կշտացնում։
Հիմա հետի դրել ես, որ մարդիկ տենան, թե դու ինչքան շորեր ու կոշիկների սունկա ունես, ու դրանից ինչքան լայք են անում, ինչքան զարմացած աշկեր են դնում, դու էլ դրանից լավ ես զգում, բայց քո քլազետից ավելի մեծ քլազետ ունեցող կա, դա սատանան է, աշխարհի ամենաուժեղ քլազետը սատանային է, ինչ տեսակի շոր ասես ունի, և տարբեր շորերով է քեզի մոտենում, տարբեր հագուստներով է մոտենում, տարբեր առաջարկություններով է մոտենում, նույն բանը տարբեր ձևերի է առաջարկում, նույն բանն է ասում, բայց տարբեր ձևերով, ասենք փաթեթավորումը տարբեր է, բայց ուտելիքը նույնն է, մեջի կերակուրը նույնն է, ուղղակի տանում է փաթեթավորումը փոխում բերում է, և ինչն է դեմ դնում սատանայի բոլոր առաջարկներին, դա մեր հավատն է, երբ որ հավատքը ձևավորվել է մարդու մեջ, մենք ընդունել ենք Աստծո վկայությունը, որ կյանքը Հիսուսի մեջ է գտնվում։ Եվ ովքեր որ ճաշակում են այդ կյանքը, իրանք հասկացել են, որ Հիսուսից դուրս այդ կյանք գոյություն չունի, լրիվ դատարկ է։ Եվ այս պայքարը մեր ամբողջ կյանքի օրերի մեջ է գնում։ Պողոս առաքյալը այս պայքարը մղում էր եւ ասում է՝ բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Մենք հավատքը պահել։ Տիրոջ վրա, երբ որ այս հավատքը դու պահում ես, սատանան այստեղ պարտվում է։ Սատանան մռնչացող առյուծի պես մանա գալի, թե ումը կուլ տա, առաջի Պետրոսի թղթում է գրված։ Մանա գալի, թե ումը կուլ տա, որին դեմ կեցեք, առաջի Պետրոս 5-րդ գլուխ 8 Արթուն կեցեք և հսկեցեք, վասնզի ձեր հակառակորդը սատանան, մռնչացող առյուծի պես մանա գալիս ու կփնտրե, թե ով կուլ տա, որին դեմ կեցեք հավատքով հաստատված, գիտնալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհի մեջ նույն չարչարանքներ կրեն, որին դեմ կեցեք հավատքով հաստատված, այ հաստատել ես հավատքը քո մեջ, հիմա ինչ առաջարկանում է, դու գնում ես հավատքի հաստատության հետևից, հաստատում ես քո մեջ, ոչ, ես հավատացել եմ, որ կյանքը Հիսուսն է, հիմա հնարավոր է, չէ, որ այդ արանքում մարդ ես, հրապուրվեցիր, խաբվեցիր, համտես արեցիր սատանայի առաջարկածը, ձեռքդ երկարացրեցիր, բայց եթե հավատք է մեր մեջ առաջացել, այդ հավատքը չի թողնում, որ դա քո մեջ մարսվի, դառնա քո համար կյանք, այդ հավատքը դուրս է փսխում քո մեջից, այդ բոլոր կերածը, որը դու խաբնվելով կերել ես։ Կենթանի հավատքը ունի զորություն, և այս հավատքով մենք դեմ ենք դնում սատանային, և այս հավատքով ենք մենք հաղթում աշխարհին։ Հիմա որտեղից է մարդու մեջ առաջանում հավատք, որն է ճանապարհը հավատքի առաջացման, որտեղից է առաջանում հավատք մարդու մեջ։ Հռոմեացիս 10-րդ գլուխ, Հռոմեացիս 10-րդ գլուխ 17 համարը։ Ուրեմն հավատքը լսելն է ու լսելը Աստծո խոսքեն։ Հավատքը լսելուց է առաջանում և լսելը Աստծո խոսքից։ Հիմա ուրիշ տեղից չի առաջանում, այդ հավատքը Աստծո խոսքի մեջ է դրած, սերմը։ Օրինակ հիմա ծաղիկներ են, չգիտեմ, ծառներ են, չէ, տարբեր իրանց մեջի կյանքը այդ սերմի մեջ է դրված, այդ ծառի կյանքը դրված է սերմի մեջ, այդ սերմը ցանեցիր, այդ կյանքը սկսում է առաջանալ։ Հավատքը որտեղից է առաջանում, դա Աստծո խոսքի մեջ է դրված, այդ սերմի մեջ է դրված, այդ ցորենի հատը, որը Աստծո խոսքն է, սերմնացանի առակի մեջ ասում է, այդ ցորենի հատը իր մեջ ունի այդ կյանքը, քո խոսքերը հոգի են և կյանք։ Այդ խոսքերը, որ ցանվում են, այդ սերմը ցանվում է, մեզի պետք է սերմի նկատմամբ մարդու սիրտը համապատասխան վիճակ պետք է ունենա, որպեսզի այդ սերմը իր մեջի կյանքը մեր մեջ բարձրացնի։ Հիմա որն է մարդու կողմը, որպեսզի Աստծո խոսքի
մեջի կյանքը մեր մեջ հայտնվի, որն էլ դառնում է մեր հավատքը։ Աստծո խոսքը դառնում է մեր հավատքը։ Եվ մեր մեջ այդ կենթանի հավատն է առաջանում Քրիստոս կյանքի վրայով, որը դեմ է դնում սատանային։ Հիմա մարդու կողմը որն է։ Մենք կարդում ենք առաջի Թեսաղոնիկեցիս 2 գլուխ 13 համարը։ Այսօր համար մենք էլ անդադար կգոհանանք Աստծո, որ մեզմե Աստծո խոսքը լսելով ընդունեցիք, ոչ թե իբրև մարդու խոսք, հապա ինչպես ճշմարտապես է Աստծո խոսք, որ նաև կներգործե ձեր մեջ, որ կհավատաք։ Տեսնում եք։ Աստծո խոսքը ընդունեցիք որպես ճշմարտապես Աստծո խոսք։ Իսկ դա մարդու խոսքը չի։ Հիմա դուք երբ որ ընդունում եք որպես մարդու խոսք, այդ խոսքը ձեզի դուր գալիս է, ընդունում եք, դուր չի գալի, չեք ընդունում։ Դες եղբայրն այլի քարոզում է, անդադ գիտեք ինչ ասում։ Բայց այդ եղբոր ասածը չի դա։ Դա Աստծո ասածն է։ Եթե եղբայրը Աստծո խոսքն է կրկնում, դա ոչ թե մարդու խոսքն է, դա Աստծո ասածն է։ Հիմա երբ որ մենք դա ընդունենք Աստծո խոսք, այդ ժամանակ այդ խոսքը ներգործում է մեր մեջ եւ առաջացնում է հավատք։ Ասում է որ կներգործե ձեր մեջ, որ կհավատաք, հավատք է առաջացնում մարդու մեջ։ Մարդը սկսում է հավատալ այդ ճշմարտությունների։ Հիմա ժողովուրդ ջան, մենք ինչպես ենք տրամադրված Աստծո խոսքի նկատմամբ։ Նորից գալիս ենք այն կետին ենք կանգնում, որ եթե մեկը ուզում է անկեղծ Տիրոջը երկրպագություն անի, ոչ թե տրված է իր ցանկություններին, եւ փորձում է արդարացնի իր ցանկությունները, այլ ուզում է ճշմարտությունը ճանաչի։ Եթե դու ուզում ես ճանաչես ճշմարտությունը, այդ ճշմարտությունը քեզի կտրվի, որ դու ճանաչես։ Եվ ճանապարհը դա է, որ դու ընդունում ես այդ խոսքը։ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 30-32 համարներում ասում է. Եթե դուք իմ խոսքերի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլինեք, ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը ձեզի ազատ կարձակի։ Ճշմարտությունը ճանաչել։ Հիմա եթե չենք ճանաչում ճշմարտությունը, այդ ազատությունը չի կատարվում մեր կյանքի մեջ։ Եվ այդ ճշմարտությունը Աստծո խոսքն է, որին մենք հավատքով ենք մոտենում, որ ամբողջ գիրքը Աստծո խոսքն է եւ օգտակար է սովորացնելու, հորդորելու, շիտկելու եւ խրատելու արդարության ճամփաների մեջ, հանդիմանելու նաեւ։ Դա Աստծո խոսքն է։ Ժողովուրդ ջան, սա մեր խոսքը չի։ Սա մենք չենք հորինել։ Եթե քո սրտին դուր չի գալիս, դա չի նշանակում դա սխալ է։ Եբրայեցիս թղթում տեսեք ոնց է գրված։ Եբրայեցիս 12-րդ գլուխ 11 համարը։ Եվ հիրավի ամեն խրատ նույն ատեն ուրախարար չի թվում, հապա տրտմական, բայց ետքը արդարության խաղաղարար պտուղը կհատուցանե անով վարժվողներին։ Աստծո խոսքը, որը գալիս է երկնքից, այդ խոսքը սկզբից ուրախություն չի տալիս մարդուն։ Այդ խոսքը սկզբից տրտմեցնում է։ Դրա համար, երբ որ ձեր ծնողները, եղբայրները ձեզի խրատում են, հանդիմանում են, ուղղություն են տալիս, դուրը չի գալի, չէ՞։ Դուրը չի գալիս։ Ինչի, որովհետև քո ուզածը չի։ Բայց դա Աստծո խոսքն է։ Թեկուզ դա ուրախություն չի տալի քեզ, բայց իմացի դա բժշկություն է բերելու քեզ։ Իր խոսքը ուղարկեց եւ բժշկեց անոնք։ Այդ խոսքի մեջ կա բժշկություն։ Եթե այդ խոսքի մեջ չկենանք, այդ խոսքի հնազանդ չլինենք այդ խոսքին, այդ խոսքը իր գործը չի կատարի։ Ուրեմն առաջի կարևոր խնդիրը հավատալ Աստծո ասածին եւ ընդունել քո սրտի մեջ բարի եւ հոժար սրտով։
Նորից կարդում ենք Ղուկաս ավետարանից, Սերմնացանի առակից 8-րդ գլուխ, Ղուկաս ավետարան 8-րդ գլուխ 15 ամառը։ Իսկ աղեք հողի մեջ ցանվածը անոնք են, որ բարի եւ հոժար սրտով լսելով խոսքը կընդունեն ու համբերությունով պտուղ կտան։ Բարի եւ հոժար սրտով ընդունում են Աստծո խոսքը։ Դու համաձայն ես Աստծո խոսքի հետ։ Տեսեք, մարդու կողմը որն է։ Մարդու կողմը նա չի, որ դու ամբողջությամբ Աստծո պահանջները պետք է կատարես եւ հետո դրանից հետո նոր Աստված քեզի, չգիտեմ, ողորմություններ անի։ Քո կողմը սա է, բարի եւ հոժար սրտով ընդունել այդ խոսքը։ Համաձայնվել այդ խոսքի հետ։ Քո սիրտը հաշտված լինի Աստծո ասացի հետ։ Այդ խոսքը հռչակես որպես ճշմարտություն եւ քո բոլոր անուններից բարձր դնես, որտեղ Աստված այդ խոսքը բոլոր անուններից բարձր է դրել։ Եվ բոլորը պետք է հաշիվ տան այդ խոսքի առաջ։ Այդ խոսքը դու ընդունում ես որպես ճշմարտություն եւ Աստծո ասածը անփոփոխ ճշմարտություն է։ Եվ սատանան վախենում է այդ խոսքից։ Հիսուսը երբ որ դեմ էր դնում սատանային, ինչով էր դեմ դնում։ Խոսքով։ Ասում էր, եթե դու Աստծո որդի ես, ասա թող քարերը հաց դառնան։ Այս գրվածը ոչ թե միայն հացով կապրի մարդ, ապա ամեն մի խոսքով որ դուրս է գալի Աստծո բերանից։ Եվ այսպեսի փորձություններ, հաջորդ փորձությունը նորից Տեր Հիսուսը Աստծո խոսքով դեպ դրեց։ Աստծո խոսքը կենթանի է եւ զորեղ։ Դու ընդամենը այդ խոսքը օգտագործում ես։ Ես ընդունել ես խոսքը եւ այդ խոսքը օգտագործում ես։ Մնացածը այդ խոսքի գործն է։ Մնացածը հավատն է այդ գործը կատարում։ Քո կողմը սա է ընդունել եւ հնազանդվել այդ խոսքին եւ այդ խոսքի արժեքը դու տենում ես քո կյանքի մեջ։ Հիմա այդ խոսքից առաջացավ հավատք եւ տեսնում ես ինչ զորավոր է այդ հավատքը։ Անկամ են խորը փոսի մեջ էլ եթե հայտնվել ես այդ հավատքը տեից քեզի դուրս է հանում։ Զորավոր է Աստծո հավատքը։ Ինչ է նշանակում ազատ լինել մեղքի ցանկություններից։ Հիմա երբեմն մարդիկ մտածում են այսպես։ Ես հիշում եմ տարիներ մի հատ աղոթաժողով կար, գնում էինք այդ աղոթաժողովի ժամանակ քույրիկներ կային, տենց եղբայրներ աղոթում էինք։ Հիմա աղոթք է գնում, Տեր արմատախիլ արա իմ մեջից, մաքրի լրի մեղքի ցանկությունները, որ ընդհանրապես մտքից անգամ չգա, ոչ մի ցանկություն։ Մեղքի հետ կապված ոչ մի բան իմ մեջ չլինի, լրիվ հանի իմ մեջից, լրիվ հանի, մաքրի։ Որ ուզենամ էլ չկարողա մեղք գործել։ Այս ձևի աղոթներ էին անում։ Հիմա ես այդքան շատ գիտություն չունեի, շատ հետաքրքիր էր, լավ այնց աղոթներ էր էդի։ Բայց հետո որ ճշմարտությունը ճանաչում ես, տեսնում ես, որ այդ աղոթքը այդպես չի կատարվում։ Աստված չի անում, այսինքն այդ բնույթը մարդկային ցանկությունը չի վերանում քո մոտից, չի անհայտանում քո մեջից։ Այդ ցանկությունները մարդկային բնությունը, մեղքի բնությունը մարդու մեջ է։ Ինչու՞մն է կայանում քո ազատությունը։ Իմ ազատությունը ինչու՞մն է կայանում։ Որ ես հակառակ եմ, ինչպես Հակոբոս առաքյալն էր գրում է Հակոբոս 4-րդ գլուխ 7-րդ համարը Ուստի հնազանդվեցեք Աստծուն, սատանային հակառակ կեցեք եւ անիկա ձեզ մե պիտի փախչի։ Սատանային հակառակ կեցեք։ Հիմա մարդու ազատությունը, մեղքից ազատ լինելու այդ իշխանությունը ինչու՞մն է կայանում, որ դու հակառակ ես սատանային։ Հիմա սատանան ինչ առաջարկություններ անում է, դու հակառակ ես։ Համաձայն չես իր հետ։ Եթե դու համաձայն չես, դու պատերազմում ես,
Դեմ ես դուրս եկել սատանային, դու ազատ ես մեղքի իշխանությունից։ Հիմա այդ պատերազմի ժամանակ հնարավոր է, որ վիավորվես, վիճակները, ինչ-որ տարբեր վիճակների մեջ ես հայտնվում, աճելու հետ կապված մենք մինչև կատարելության գնալը տարբեր վիճակներ ենք, չէ՞ ունենում։ Հիմա ասում եմ լնայի քո վիճակին։ Եթե դու ազատ ես, բայց ցանկությունը խիա քո մեջ առաջացել։ Եթե դու ազատ ես, այս ի՞նչ է քո վիճակը։ Խոսքի մեջ, վարմունքի մեջ ես սխալներ թույլ տվեցիր։ Ուրեմն դու ազատ չես։ Եթե ազատ չես, նշանակում է Աստված քեզի չի ընտրել։ Այսքան աղոթում ես, գնում ես եկեղեցի, բախի Աստված քեզի չի ազատում։ Բախի այս վիճակները դեռ քո կյանքում։ Ուրեմն Աստծո հետ դու գործ չունես, Աստված քեզ չի ընտրել։ Անիմաստ չարչարվում ես, գնա քո կյանքը ապրի, քո ցանկություններով ապրի, ինչ կլինի թող լինի։ Ոչ, դա սատանայի ստերն է, խաբեությունն է։ Մենք ազատ ենք մեղքի իշխանությունից, այն ընտրությամբ, որ մենք ընտրել ենք Տիրոջը, համաձայնվել ենք Հիսուսի հետ եւ հակառակ ենք գնում մեղքին եւ աշխարհին։ Եթե դու հակառակ ես, պատերազմը չի դադարել քո մեջ, նշանակում է, որ դու ազատ ես, դու արդեն ընտրություն ես կատարել եւ մեր ընտրությունը, կյանքի ընտրությունը, դա մեր հաղթանակն է, դա մեր փրկությունն է։ Փրկությունը կատարվում է այս ընտրության միջոցով, հավատքի միջոցով։ Շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով։ Հավատքն է փրկում մարդուն, երբ որ մենք այդ հավատն ենք դեմ դնում սատանային։ Ուրեմն ժողովուրդ ջան, մենք իհարկե այս պատերազմի մեջ ենք եւ այս թեմաների շուրջ մենք առիթներ ունեցել ենք նաեւ ճամբարում էլ զրուցելու, որը առանցքային խնդիրներ է։ Մենք չենք ուզում ուղղակի գաղափարներ շատացնենք մարդու մեջ, շատ ինչ-որ գիտելիքների մասին խոսալ, չգիտեմ ինչ-որ պարգևների, գործադրության, հրեշտակների մասին, մարդիկ սիրում են գիտելիքներից, շատ նոր բաներից խոսալ, բայց մեզ պետք է կանգ առնել այն կետերի վրա, կենտրոնանալ այն կետերի վրա, որը մեզի տանում է մեղքի գերությունից դեպի հավիտենական կյանքը։ Այս ճանապարհի վրա է պետք կանգ առնել։ Սա է մեզի կյանք տալիս։ Այն թեմաները, որոնք մեզի կյանք են տալիս, դրա մասին է պետք խոսալ։ Հիմա մարդիկ այսպես մի քանի եղբայրներ են ելնում, իրար այդ վիճաբանության մեջ են մտնում, թե երկնքում հրեշտակները ինչ են ուտում։ Մեկն ասում է մանանա, մեկն ասում է չէ, մանանան ուրիշ կերակուր է, հրեշտակների կերակուրը, վերջը։ Հիմա ասես վիճաբանության մեջ ասում են հələ այդանք մեր եկեղեցու հովիվի մոտ տենանք հովիվը ինչ կարծիքի է։ Այդում են հովիվի տուն, հովիվն էլ մի 3 օր հիվանդ պարկած ալնում անկողնային։ Մենակ ապրող մարդ է լինում։ Ասում են եղբայր ջան, հրեշտակները ինչ են ուտում երկնքում։ Ասում է եղբայրն, ես չգիտեմ հրեշտակները ինչ են ուտում, բայց ես 3 օր պարկած եմ անկողնում, ոչ մի բան չեմ կերել։ Դու կյանք չունես, կյանքը թողել ես, այն ինչ որ կյանքը պետք է գործի դրվի մեր կյանքի մեջ, որ ծառայել սուրբերին, ծառայել Աստծուն, կյանքը դնել Աստծո ճանապարհների մեջ, էդի թողել ես, դու գնացես մտածում ես հրեշտակներն ինչ են ուտում երկնքում։ Ժողովուրդ ջան, մեր հավատքի ուշադրության կենտրոնը, առանցքը, դա Քրիստոս կյանքի վրա պետք է կառուցվի։ Այս կյանքը ընդունի, զորությունը կտենաս։ Հավատքը տենում ես ինչ գործ է կատարում կյանքիդ մեջ։ Դու ընդամենը հավատքը ի գործ ես դնում։ Վերջ, դա իր գործն է։ Ինչ անենք, փարիսեցիները եկան Հիսուսին եւ ասին ինչ անենք, որ Աստծո գործերը գործենք։ Ինչ ասեց Տեր Հիսուսը։ Ասեց սա է Աստծո գործը, որ հավատաք անոր ուղարկածին։ Հավատաք Հիսուսին։ Եվ այս հավատքը հաղթում է աշխարհին։ Ով է ուզում երիտասարդական ցանկություններին դեմ գնալ եւ հաղթել։ Ով է ուզում։ Ուզում ենք։ Ես ուզում եմ, դու ուզում ես։ Դե բնական է, եթե չես ուզում, կաս եղբայր ջան, մի քիչ տարիները թող անցնեն, բաներ կա էլի։
ջահել կյանքս թող անցնի, հետո որ մեծանամ, օրինակ ես սկզբից տենց մտածում էի, որ նորը ապաշխար է, դե չէի իմանում այդքան Աստծո խոսքից տեղյակ չէի, ես հոգևոր կյանքից տեղյակ չէի, հրապուրվեցի, որ մայից հետո կյանք կա, դա իմ երազանքն է եղել։ Ես պատանի տարիքում հավատացյալ չէի այդ ժամանակ, պատանի էի, մի օր հիշում եմ, սենց այսօրվապես պարկած էի սենց դիվանի վրա ու մտածում էի, ասում ինչ սուտ է մարդու կյանքը, ապրում է մարդը, մեծանում է, մեռնում է, թվում է։ Հիմա ասում եմ, ես պետք է ապրեմ, մի օր կգա կմեռնեմ, բայց ինձանից հետո մարդիկ ապրելու են, ու ինչքան նոր բաներ, լավ բաներ է գալու աշխարհ ու ես դրանցից չեմ տեսնելու, տեղյակ չեմ լինելու։ Ու ասում եմ, երանի կյանքը հավիտենական լներ, ապրենք ու չմեռնենք, հա ապրենք այս կյանքում ու չմեռնենք։ Հետո երբ որ լսեցի Աստծո խոսքը ուրախացա, որ ասի մահից հետո որ չէ կյանք գոյություն ունի, մարդը մեռնելուց հետո հավիտյան ապրելու է։ Հիմա այստեղ ուրախացա։ Եվ նաև ուզում ենք, որ այս կյանքն էլ չէ հավիտենական դառնա։ Չէ, մարդը ուզում է, չէ, այս կյանքը հավիտենական դառնա։ Եղբայրներ քույրեր, ոնց որ շեղվա մի քիչ, չէ, իմ մտքից։ Այսինքն մեր հավատքի հիմքում պետք է ընկած լինի այն կյանքը, որ Հիսուսի մեջ է։ Եթե այս կյանքը չեղա, մնացած երազած կյանքերը վերջի արդյունքում քեզի տանելու է նորից դատարկության, նորից կործանման։ Տեր օրհնի, մենք պետք է հիմա աղոթք անենք եւ այս աղոթքի ժամանակ պետք է կանգնենք քննության առջև, մեր սրտերը քննելու եւ ասենք Տեր, բացիր մեզի այն ճշմարտությունը, այն հավիտենական կյանքը, որը հաղթում է աշխարհին, այսինքն այն ցանկությունները, որը մենք ուզում ենք նաեւ հավիտյան մեր կյանքում կատարվի, այդ ցանկությունները, որպեսզի մարեն մեր մեջ, մեր ոտքերի տակ դրվեն, որովհետեւ մենք հավատացել ենք, որ դու ես կյանքը։ Մենք կյանքի կարիք ունենք եւ այդ կյանքը քո մեջ է գտնվում։ Տեր օրհնի։